կարծես որ նմանատիպ սցենար դուք իրականացրել եք նկատի ունեմ քաղաքական թիմը Երևանում, երբ որ ձեր քաղաքապետի թեկնածուն 8-9% էր հավաքել եւ միանձնյալ չէր կարողանում քաղաքապետ դառնալ, նրան օգնեց Հանրապետություն կուսակցությունը, հանրային ձայնից եղան ավականիներ, հետևաբար ինչ խնդիր կա, եթե օրինակ ընտրական պրոցես է, որի ժամանակ կարող ընդդիմադիրները միավորվեն եւ այլն, ի՞նչն եք ուզում կանխել։ Նախ խնդրեի փաստական սխալներ չանել, քաղաքացիական պայմանագիրը Երևանում, եթե չեմ սխալվում, 33% էր հավաքել, ոչ թե 8-9%։ Երկրորդը Երևանում 9%։ Հարգելի գործընկերներ, ձեռ եք առնել։ 8-9%։ Հաջորդը հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը։ Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է։ Որ օրինակ Այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետևաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպիսի իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն, հարգելիներ, ես ձեր համար, բայց կթողնեք մի հատ։ Հիմա չէ, ներողություն։ Հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սենք այս ժողովրդավար եք, հաջորդ Ինչ։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետք է մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։ Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա, ձեռս Ինչ։ Եթե քվետան ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց ընտրությունը։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ։ Չվիրավորվեք դրանից։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։